Մոսֆիլմ և հայ ֆիլմ կինոստուդիաների համատեղ արտադրություն։ Հանուն Հայաստանի ազատության և անկախության համատեղ պայքարում ծնված հայ և ռուս ժողովուրդների եղբայրական և անխախտ բարեկամությանն է նվիրաբերվում այս ֆիլմը։ Ամենազոր Աստված, ծննդյան օրից ժողովուրդն իմ անմեղապարտ է քո առաջ։ Միգուցե նախնիկն իմ, որ ազգերի մեջ առաջինն ընդունեցին քո որդուն, մեղանչել էի։ Եվ եթե նույնիսկ իրավ է դա, հապա երբ է գալու վախճանը մեր տարապանած։ Որ հասական այս պահին, բնավ անտես չանելով երկնավորիդ, բայց և լիահավատ չապավինելով քեզ, դիմում եմ իմ ազգին, քանզի ժողովուրդն իմ, հավատն իր, հույսն իր և հենարանն իր յուր մեջ է գտել։ Ով ամենակալ։ Հուսո Աստղ։ Սերո Խանզադյանի Մխիթար սպարապետ պատմավեպի թեմաներով։ Սցենարի հեղինակ Կոնստանտին Իսաև։ Բեմադրող ռեժիսոր Էդմոնդ Քյոսայան։ Գլխավոր օպերատոր Միխայիլ Արդաբիևսկի։ Բեմադրող նկարիչներ Ստեփան Անդրանիկյան, Անատոլի Պլաստինկին։ Կոմպոզիտոր Էդգար Հովանիսյան։ Ձայնագրող օպերատոր Էդուարդ Վանունց, դիրիժորներ Էմին Խաչատուրյան, Հովանես Չեկիջյան։ Գլխավոր զինվորական խորհրդատու գեներալ-մայոր Կոչետով, խորհրդատու գեներալ-մայոր Մակարով, Հայաստանի պետական ակադեմիական կապելլա։ Կինոնկարի դիրեկտոր Ռայմոնդ Ջանազյան։ Գլխավոր դերերում Մխիթար սպարապետ Արմեն Ջիգարխանյան, Դավիթ Բեկ, Էդիշեր Մաղալաշվիլի, Սաթենիկ Լաուրա Գևորքյան, Մովսես Սոս Սարգսյան, Տերավետիս Խորեն Աբրահամյան, Բարխուդար Կոնստանտին Դաուշվիլի, Քյոփուրլե Աբդուլա Փաշա Հովակ Գալոյան, Գոհար Ալլա Թումանյան։ Դերերում Զարմանտ Հովանիսյան, Միհրան Մանուկյան, Պղին Զարթին Էլբակյան, Բայանդուր Կարապետյան, Մուսի Հարությունյան, Զաֆարի Գևորքյան, Մուրադ Ասլան Ասլանյան,
Կուզիկ Սարոյան, մասաժիստ Գյոդակյան, Կոտ Մովսիսյան, Եսայի Աբաջյան, Նուբար Խաչատրյան, Գորգի Գրիգորյան, Հովակիմ Մարգունի։ Ֆիլմ առաջին Դավիթ Բեկ։ Սա ինչ բան է, Սուրբ Հայր։ Ես պատվիրել էի, որ ավակների խորհուրդ այս վանքում գումարվի գաղտնաբար։ Գաղտնի, Սուրբ Հայր, միթե դու ինչ հասկացար։ Գաղտնի ոչ միայն թշնամիներից, այլև բարեկամներից։ Ինչու են այդքան մարդիկ հավաքվել։ Բարի համբավն է տարածվել, որ չակ իմ Դավիթ Բեկ, բարի համբավը հուշ փափագելի, ինչպես թաքցնել ժողովրդից, որ ռուսաց թագավորի պատվիրակն է գալիս ազատելու մեզ ճանկերից մահու։ Հիմա քո այդ բարի համբավը թռավ շրջելու աշխարհից աշխարհ եւ շուտով կհասնի քաղաք Ստամբուլ։ Ոսոխն արդեն ոստնել է ուզում, մենք էլ դրդում ենք, շուտ արա, ցածկիր, իջիկ դարձրու։ Բարի համբավը ով է տարածել։ Քո բարեպաշտվանականները։ Եվ որքան անմեղարյուն է խմելու քո այդ բարի համբավը։ Պետրոս արքան է զորքի գլուխը։ Նա առաջ ընկած, հսկած զինհեծած, ձերքին աժդահամի գերան բռնած, այդպիսի գերան երկու փահլևան չեն կտրի գետնից։ Մեր մխիթարն էլ, զորություն նրան, նա մեզ զենք կտա ու թուրը հանած առաջ կտանի։ Շատ լավ կլիներ մի քիչ հող տար խեղճերիս։ Վարուցանք անեինք, որ գոնե կուշտ հաց ուտեինք մի օր։ Էդ էլ կտա։ Որտեղից կտա, հողն իշխաններից հոչի խլի։ Կխլի, հավատավոր կխլի, Դավիթի իշխանների քամակին կտա ու կխլի։ Զարման, այ Զարման, որ բավերի Զարման, տեսնարի։ Էտում ես կանչում։ Մեր գեղացի այրի Զարմանն է, լավ կնի կյամը մի քիչ կրվարար է։ Էստեղ արի։ Բարով Աստծո հազար բարին տեսանք։ Նստի հանգստացի Զարմանդ։ Բարև Զարման։ Բարին արևիտ։ Ես գարը մեզ չի խանգարի, մատաղ ես անելու։ Մատաղացու է։ Ուզում եմ մատաղ անել ես Սուրբ Խաչքարերի մոտ, որ Աստված պահպանի իմ զավակ Գորգո արևը։ Որդիդ որտեղ է Զարմանդ։ Ասացիր որտեղ է։ Երկրի ապավեն գնդում մխիթարի մոտ։ Աստված նրա կյանքը ջրի պես երկարի, որ թուս ասած քաչ տղա ես, ու իր թիկնապահը դարձրեց։ Անունով տիկին կդառնասում ես բանի տեղ չես դնի, Զարման։ Մխիթարին ծառայելը հանակ բան չի։ Լաց չլինես առաքել, կուլ տուր արտասուք հետ, ու քեզ տղամարդու պես պահիր։ Ես հենց առաջինը կերտամ մխիթարի մոտ և թուր կուզեմ նրանից։ Ես էլ կգամ։ Կտանեն։
Մեր ժողովուրդը որքան զրկանքներ ցավեր է տեսել, եւ դեռ որքան պիտի տեսնի։ Եվ մենք ինչով ենք հատուցում նրան այդ հավատարիմ, այդ քաջակորով, զոհաբերվելու կամովին պատրաստ այդ տառապյալին։ Ամենազոր եւ բարեբաժան բարձրյալն երապատիկ կհատուցի։ Բարձրյալը, ահա։ Իսկ մենք էլ որպես իշխանավորներ բեր մի կողմ կանգնենք մտրակը պատրաստ, թե որ պետք լինի նրան դաղելու։ Իշխաններն են քո գայնեցուկը Դավիթ։ Այդպես մի շանթիր։ Ձերեմ ես անսա ճշմարիտ ձայնից։ Քո ականջները շատ է խլացրել այդ մխիթարը։ Նա պաշտպանում է եւ քեզ վանահայր, քեզ եւ վանքերը վանականներիդ։ Անաստված է նա քո մխիթարը։ Բայց դու, հենց դու այդ չորտին հանեցիր ցեղից, իշխան կարգեցիր եւ ինչու համար։ Խելքի, զորության, զորավարության հատուկ շնորհքի, այն որ դու ես փառաբանել Սուրբ Հայր։ Ես լավ գիտեմ, որ բոլոր դելատում եք նրան, բայց պիտի համբերեք Սուրբ Հայր։ Նրան հավասար զորապետ չկա իշխանների մեջ, եւ մնում է, որ հանդուրժեք չորտին։ Պատվարժան Սաթինիկը, որին դու կնության տվիր մխիթարին, եկել է եւ խնդրում է քեզ, որ ընդունես իրեն անհապաղ։ Սաթենիկը? Սաթենիկն այստեղ է։ Եկել է, թե որ կամենաս մենք նրան ներս կհրավիրենք։ Երբ Սաթենիկը կարիք ունենա խոստովանության, նա քեզ մոտ կգա Սուրբ Հայր։ Չշտապեցիր արդյոք տիրուհի, գալով առվոտն գահերետ զորավարի։ Չէ որ մխիթարը հայրն է քո, եւ հայրը քո զավակների։ Եվ ինչու չլսեցիր ինձ, եւ քո մանկանց հետ չընկար ոտն նորա։ Լքել է քեզ իմաստությունը, Սաթենիկ։ Այն օրերն անցան, երբ ամուսինս ականջեր դնում իմ աղերսանքին, դու այդ լավ գիտես, Մովսես։ Ինչու ես կեղեքում հոգիս։ Քանի անգամ ես ինձ ասել, հայրենյաս փորձության ժամին նրա ցավը վերդասիր անձից ցավից։ Եղբայրասպան կռիվն է չոքել մեր ազգի բկին։ Եղբայրական կռիվ է չոքել, այս ինչ եմ լսում։ Օ, իմ տիրակալ։ Ինչ է պատահել քույրիմ։ Դու, միայն դու կարող ես ետ պահել ամուսնուս պատժող ձեռքը։ Պատժող ձեռքը։ Այդ ում է ուզում պատժել մխիթարը։ Իշխան Բարխուդարին։ Բարխուդարը սպանել է յուր ճորտին, որ փախել էր դրանից։ Վրեժ է լուծել, որ մխիթարը ճորտերին ազատել է եւ հող է տվել։ Նորից այուն է թափվելու։ Հայն ընդդեմ հայի։ Բեկ, դու լավ գիտես ամուսնուս։ Գիտեմ։ Լավ ժամանակ է գտել քո ամուսինը, մեր սպարապետ մխիթարը։ Կեղտոտ բռնակալ։ Իմ դեմ ողակալած ոտնահարել է կամքը հայոց ժողովի։ Մխիթար։ Սուսկաց։ Սուսկաց, թե չկմոռանամ մեր աղոհացը։ Չէ, նա մեղավոր է, ես նրան չարաչար մահով կմերցնեմ։ Բարխուդար գոհարի հայրն է, ոչ ես մոռացել։ Ավետիս չհամարձակվես։ Ես իմ մխիթարը չեմ։ Սպարապետն եմ հայոց զորքերի։ Գորգի! Այդ ճորդի գլուխը վաղուց պիտի կտրած լինեի։ Հայրիկ, Սուսկաց վախքոտ նապաստակ։ Իշխանություն է շարանգելու, շնորհք չունես պաշտպան կանգնելու քո ջախի։ չեմ ուզում հավերժանեց քո ծածկել մեր ցեղի անունը։ Ո՞նց չէ։ Մի լսիր այդ թսլնկոտին, հայրիկ։ Հեյ, խառնակիչներ, հայոց զորքի սպարապետ մխիթարը պահանջում է, որ իսկույն դարպասը բացեք։ Լսեցիք, թե ինչ ասի։ Թե որ տղամարդ է, թողին ուզածը կրվով արնի։ Դե չկվեք շնել ձեր մխիթարի հետ։ Թող այդպես լինի կգամ։ Արյուն թափելու ժամանակ կունենաս, Բարխուդարը մեղավոր է, բայց խելքդ նրա մեղքից վեր մի դասիր մխիթար։ Չէ, ես նրան պիտի կախեմ իր որջի պատից։ Մխիթար։
Բեկի զորադրոշը։ Սուրհանդա գայրեց զորավարից սպարապետ։ Գիտես թե ինչ է այստեղ գրված վանական։ Գիտեմ ձեր մխիթար։ Եվ իխորոց սրտի աղոթում եմ, որ հնազանդես գահերեց զորավարի կամքին։ Բա որ բարխուդարի ինձ խայտարակեցիր պատին թարած դու այդ էլ գիտես։ Անձիդ կսկիցը մի դեր ընդհանուր գործի նժարին։ Վանական չեմ ես։ Կարծա իմ հին բարեկամ։ Իմացիր ոնց է իմ հայր իշխանավոր Դավիթ բեկը խայտարակում ինձ։ Ժամը չէ մխիթար, երկպառակության, արգելում եմ արյուն թափել, բանը վերջացրու խաղաղությամբ։ Կանգ առ մխիթար։ Էй շան որդիկ, կապեք բարխուդարին, բացեք դարպասը առանց արյուն թափելու։ Ինձ նայի միհրան չամարցակվեց։ Կկրակեմ հայրիկ, եթե հենց հիմա չհրամայես դարպասը բանալ։ Մեղա քեզ Աստված, քեզ կյանք եմ տվել, որ կյանքս առնես։ Կսպանեմ, եթե չհապատակվես հայոց զորքերի սպարապետին, հետո էլ պարսպես ինձ ցած կնետեմ։ Դու այդ լավ գիտես, իմ մեջ էլ է քո արյունը հոսում։ Արյունս է դավաճանում, ուզում ես, որ այդ ռամիկ շունը իմ արյունը խմի։ Դու ես դավել հայր, դու ես կռիվ գցել և հենց դու պիտի քավես, քո մեղքը։ Մխիթարը քեզ ոչինչ չի անի, ես կխնդրեմ նրան, որ հաշտվեք։ Լկրտվել է չորդիս զավակի հետ։ Հայրիկ, թող թափեմ դր արյունը մեր Գերդաստանի պատիվը պրկեմ։ Պակի ներքևիչի և հրամայի մեր հոր անունից դարպասը բացեն։ Ներող եղիր մխիթար, հավատա ինձ, սխալվեցի։ Մահու արժանի սխալներ, ապստամբ ես այս ժողովրդի դեմ։ Երրորդ անգամն է բարխուդար։ Այս անգամ ճակատագիրը քեզ փրկեց մահից, թող դաս լինի։ Եվ որ մտահան չանես, մեջ կտկտդաղեն հոնիչի պոտի 20 հարվածով։ Պատիժը կընդունի քո ավակ որդին։ Նա էլ պակաս պեղավոր չէ։ Նա է քեզ դրդել խժդժության։ Գորգի!
Գոհար, աշխարհի սրբերը վկա դու իմ բաժինն ես։ Մախիթար, քեզ սիրել տալով Աստված ինձ պատժեց։ Եվ ինչու։ Աստված երկուսիս էլ պատժեց։ Գնանք, հենց հիմա ինձ տար, հենց հիմա։ Այդ ինչ է, ուզում ես ասեմ մտքումդ ինչ կա։ Մտքումդ ես չեմ, մտքով Դավիթ բեկի հետ ես։ Չէ, բեկի հետ ես գործ չունեմ, բեկը ներես դավաճանին։ Ինչ, բայց չէ որ դու ներեցիր իմ հորիմ խաթեր համար։ Նրան ներել է բեկը։ Այո, ես հեռանում եմ բեկից։ Բայց դրանից առաջ ասելու եմ ինչ-որ պետք է։ Խոսք չկա, շատ հարմար ժամանակ ես ընտրել Մխիթարին զմենակ թողնելու։ Եվ այն պատրվակով, որ քեզ թույլ չտվի պատժելու Բարխուդարին։ Հիմա դա է կարևորը, թե այն, որ մենք այս ահեղ վտանգի նախօրեին միավորվենք։ Հա, դու համախմբեցիր բոլորիս միավորվելու ուխտով։ Փառք քեզ այդ բանի համար։ Բայց դու ներեցիր այդ ուխտը դրժողին։ Չէ որ դու ներեցիր։ Չէ, դա իմ հավատին հակառակ բան է։ Ինձ բաց թող, բեք, բաց թող ուր կուզես։ Հավատարիմ շամ պես կծառայեմ երկրից, բայց այստեղ էլ չեմ կարող մնալ։ Աղաչում եմ։ Այդպես կդատեր ոչ թե սպարապետը, այլ մի խռովկան զինվոր։ Ես հասարակ զինվոր եմ, ծառայքես զենքով եւ անկեղծությամբ։ Դավաճանությամբ։ Դու ինչպես կվարուեիր դավաճանի հետ։ Կգլխատեի առանձնատամման։ Իշխանավոր մի ապականիր, ոչ քեզ, ոչ էլ ինձ։ Մի ապականիր։ Կարող եմ քեզնից հեռանալ գժտված, բայց դավաճանել ես քեզ չեմ կարող։ Ես քեզ ամեն ինչ տվի։ Ուժ, զորություն։ Գնահատեցի քո զորավարական տաղանդը, քեզ իշխան դարձրի վերդասելով բոլորից, վիրավորելով շատերին, կնության տվի քեզ մի եղեցկուհու, ազնվազարմիկ մի կնոջ։ Հա, դա ճշմարիտ է, ամեն ինչ տվիր։ Բայց ինձ չտվիր են միակ բախտը, որին կարոտ է ամեն տղամարդ։ Իր խրճիթի մեջ գրկելու իր սիրած կնոջը, չվախենալով թե մեղք է գործում։ Այդ դու ես ասում, Սաթերիկի ամուսինը։ Աշխարհում ոչ մի կնոջ չեմ հարգում Սաթենիկի չափ։ Ես մեղք եմ նայել դժբախտին, չանեմ ուրիշին սիրեցի։ Եվ դու էլ երես ծեծանք ես տալիս։ Ես քեզ զորով չեմ պահի։ Գնա։ Երբ որ պղտորված քո խելքը պարզվի, նորից ետ կգաս։ Այդ ինչ ես կարդում, ավեղա։ Մատյանը երամեծար իմաստասեր Գրիգոր Տաթևացու։ Եթե չեմ սխալվում, դա նույն Գրիգորն է, որն իր հարցմանց գրքում բանավիճում է ընդդեմ Հելլեն Արիստոտելի։ Դա քեզ հայտնի է։ Եվ ինչ է ուսուցանել երամեծ Գրիգոր Տաթևացի իմաստասերը։ Մեծ իմաստասերը այսօր էլ է սատարում կորովն հայոց ոգու, առաքինի հավատն է միայն, կեցուցիչն ազգի։ Ըսիր թե ինչ է գրում երամեծար իմաստասերը։ Անվախճանը նյութականը
Եվ շրջաստեղծության մեջ մշտնջանավոր յուր գոյատևությամբ։ Բնույթը նորա մեկ մարմնից մեկ այլ մարմին է փոխանցվում։ Ինչով է այդ ասույթ օժանդակում ազգապահպանությանը։ Նրանով Տեր Դավիթ բեկ, որ հայրն իմաստասիրած պնդում է, թե ժողովուրդն անմահ է և կապրի հավիտյանս ի մեջ յուր սերունդների։ Եռամեծարը դրանով ետ է մղում հուսալքության խորշակը, որ այնքան հաճախ է խոժում անցավորներից տկար մարմինները։ Տաթևացին պնդում է, թե հոգին ու մարմինը անբաժան են և ծագում են միաժամանակ։ Պարզաբանիր հետաքրքիրը, Աբեղա։ Հասկանում եմ այսպես. մարմինը հայրենի երկիրն է, հայրենի տունը։ Հոգին մարդ արարածը, բանական ու հարատև։ Եթե առողջ ու անվտանգ է հայրենի երկիրը, մարդներ է այդտեղ ապրում բախտավոր։ Պահեցիր հայրենիքդ, կապրի ժողովուրդդ, հողդ ամուր պահեցիր, ինքդ էլ ամուր կլինես։ Իսկ անվախճան է հոգին։ Ոչ, Տեր Դավիթ բեկ, հայրն իմաստասիրած գտնում է, որ հոգին մեռնում է, հենց որ կտրվում է մարմնից։ Գերեզման ունի։ Մայր տաճարի գավթում է հանգչում նշխարները Գրիգոր Տաթևացու։ Եկեղեցի պիտի կառուցել նրա շիրմի վրա։ Ցանկալին կամեցար, Տեր Դավիթ բեկ։ Բայց եթե ուզում ես հարգել հիշատակը, ապա ավելի լավ է վերականգնիր Տաթևացու դպրոցը, որ 300 տարի առաջ խափանվեց։ Եռամեծարը հավատում էր, որ միայն սուրը չէ պահում ազգը, սրին համազոր ու նույնչափ կարևոր մտքի լույսն է, գիտության ջահը, որ մի ժամանակ կարճ և բոցավառվում էր մեր աշխարհում, բայց մարեցին օտարները։ Համբերիր, Աբեղա։ Մենք դեռ կբացենք Գրիգոր Տաթևացու ավերակված դպրոցը։ Կվառենք գիտության ջահը և նա իմացության լույս կսփռի խավարում լքված մեր աշխարհի վրա։ Ես հավատում եմ մեր ժողովրդի գալիք օրվան։ Բայց դեռ ժամը չէ, ժամը գա, կվառենք Մովսես։ Արի լուրեր չեն բերել մեր լրտեսները։ Օսմանլուն գռմռում է։ Ռուսաց կայսեր Պետրոս մեծի մեզ օգնելու վճիռը հասել է և նրանց շարժվում է 60,000-անոց զորքով Քյոփոր Փաշան։ Մզովք։ Նզովքով և աղոթքներով երկիրը չես պահպանի։ Ամենքս էլ պատրաստ ենք մեռնելու, երբ հարկը պահանջի։ Հրամայիր մեզ գահերեց զորավար։ Բայց Տեր գայրեց, դու ասացիր, որ պատվիրակը բերում է Պետրոս կայսեր ժողովրդակը և բարձր Հովանին։ Միավորելով մեր զորքն ուժ։ Պատվիրակը դա ուժ չէ։ Ոչ էլ հրովարտակը զորք։ Մենք պատվիրակին պատվով կընդունենք, հուսո հավատով այդ մասին խոսել իսկ չարժե։ Բայց կայսր Պետրոսը հեռու է, և նրա թշնամիներն էլ մերից պակաս չեն։ Բարձրալը կօգնի, Աստված բարեգութ է ամենազոր։ Ասում են, թե ռուսներն արդեն հասել են Բաքու։ Իսկ վրաց թագավոր Վախտանգ 6-րդը երդում է տվել թև ու թիկունք դառնալ հայերին։ Բա ադրբեջանցի Ջավադ խանը, մեր ժողովուրդը։ Ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի, որ պաշտպանի նվաճած իր անկախությունը։ Նա կզոհի որդուն և թոռանը, բրդի վերջին ծվենը կտա և վերջին գառնուկը։ Ափսոս, որ մելիքներս այդ մասին հիշում ենք, երբ վտանգն է ճոքում մեր բկին։ Կայսր Պետրոսը մեծ է և քաջաբազուկ, բայց ֆրանկները դեսպան Անգլիայի հորդորում են սուլթանին կռվի ելնել ռուսաց դեմ, օգնում են Թուրքին և ուղարկում
Վարոդ, զինապաշար, հրացան Հոլանդիայից, փող եւ տնտանոտ։ Հյուսիսից վրա են տալիս շվեդները։ Բոլորը խանգարում են ռուսների առաջխաղացմանը դեպի մեր աշխարհը։ Մտածեք, եղբայր կիմավակներ։ Մտածեք։ Որ այդպես է, մեկ էլ տեսար չեկան, այդ վաղտը մենք մեն ու մենակ ոնց ենք կռիվ տալու, հա? Այդքան հեռու դաշնակից ում է հարկավոր։ Լավ չեր լինի, որ մեր ազգի խաթեր Ծանկի չոքենք։ Աստված փրկի բեք։ Ում մտքով կանցնի այդ բանը, բայց դու ասացիր, որ մտածենք։ Մտածեք, թե ինչպես ընդդիմանանք ոսոխին, իսկ ռուսից մոտ բարեկամ չեմ տեսնում։ Եվ մեր փրկությունը այնտեղից է գալու, միգուցե մոտ օրերս։ Պատվիրակին կդիմավորենք հույսով, փրկաբեր հույսով։ Ողջունում եմ ձեզ հայոց հողի վրա փափագելի պատվական հյուրեր։ Մեր սրտերի շնորհակալությունն ենք հայտնում մեծանուն ռուսաց թագավորին նրա աստվածահաճո ողորմության։ Ի խորոց սրտի աղոթում ենք քրիստոնեական մեծ Աստծուն, որ կայսրը քաջառող չլինի։ Ուրախություն մեր ժողովուրդների։ Մենք էլ ենք ողջունում ձեզ, պարոն Գերագույն Զորավար։ Կայսր Պետրոս Ալեքսեյիչը մեկ ամիս հետո զորքով Բաքվից պիտի արշավեր Գանձակ։ Ուրախալի լուր։ Մենք էլ պատրաստ ենք շարժվելու նրան ընդառաջ։ Բայց ես վատ լուր եմ բերել, պարոն Գերագույն Զորավար։ Ոչ ոքի չենք հայտնել այդ մասին։ Առաջինը դու ես իմանում։ Մեր ելքից հետո կամ օգնամենակալ բարձրելի կայսր Պետրոս Ալեքսեյիչը ինքնակալն ամենայն Ռուսիո վախճանվեց։ Ինչ ես պահանջում ինձանից աբեղա։ Հոգեկան եռմունք։ Մոռացումն ամենի ինչը տանջում է քեզ եւ վիրավորում։
Իսեր փրկության ազգի։ Հանուն դարան վիճակի նորա դու պարտավոր ես մխիթարի մոտ գնալ եւ ոտքերն ընկնել նրա։ Որ մեղքիս համար ոտքերն ընկնեմ։ Արցունքներիս համար, որ արդեն ցամաքել են։ Որ թաքցրելու գաղտնի եմ պահել ամենքից եւ նրանից, ինչ ուրիշները վաղուց գիտեն։ Գորոզ ես, գորոզությունն է քո շուրթերով խոսում տիրուհի։ Եվ արդյոք հիմա դրա ժամանակն է։ Իզուր բան է աբեղա։ Եթե նույնիսկ ոտքիս տակ գցեմ գորոզությունս, իմ ամուսինը չի վերադառնա։ Նրա սիրտը կտրվել է ինձնից, ուրիշի սիրով է վարվում։ Իսկ մխիթարը նրանցից չէ, որ փափկի ու հնազանդվի։ Քո բախտի համար չեմ վարվում իմ պատվական Սաթենիկ։ Մի խնդրիր մխիթարին, որ քեզ մոտ վերադառնա, այլ Դավիթ բեկի։ Ժամանակն է վերջ տալու պարակտման։ Լայնանում է այն եւ խորանում է անդունդը ոտացցակ մեր ազգի։ Կործանարար, զարհուրելի։ Համոզիր մխիթարին ետ գա Դավիթ բեկի մոտ։ Ինձ չէ, որ պիտի խնդրեիր այդ բանը, աբեղա։ Ծանր է քեզանից խնդրել այս բանը, տիրուհի, բայց որ ասացիր, չեմ խափի նայել իմ մտքում, բայց Գոհարը, ներիր, որ տալիս եմ նրա անունը, Գոհարը քեզ նման պայծառ խելք ու միտք չունի, ես եթե գնամ նրա մոտ այդ վայրակ աղջիկը որսի շներով ինձ կհալածի, չէ, մարմնավոր ցավից չեմ վախենում ես, այլ հույսերիս փլզումից։ Քեզնից արժանավորին ես չգիտեմ, աբեղա։ Ես գիտեմ։ Ով։ Դու տիրուհի։ Դու ես միակից միայն, որի առջև այդ աղջիկը պետք է, որ խոնարի յուր անհնազանդ գլուխը։ Լեզուտ չորանար, որ այդ բան ինձ չասեիր, աբեղա։ Հա, դու կնվաստանաս և կվեհանաս քո նվաստությամբ հայությանս։ Բարեբանում եմ քեզ ի խորոց սրտի, պատրաստ հանգչելու քո բախտի համար, Սաթենիկ։ Պատիվ ունեմ ողջունելու քեզ մեր տանը, տիկին Սաթենիկ։ Ափսոս, որ հայրս ու եղբայրներս այստեղ չեն, որ ցույց տային քեզ այն հարգանքը, որին դու արժանի ես։ Գահերը զորավարի ճամբարում են։ Լավացել ես, Գոհար, մարալ ես, որ կաս։ Վաղուց քեզ չեմ տեսել։ Աստված բարին հատուցի խոսքերիդ։ Բայց ես եկել եմ ծանր ճանապարհ անցել, ոչ քաղցր խոսքեր ասելու կամ լսելու ակնկալությամբ։ Դա ամենևին սազական չէ մեզ։ Ուրեմն խոսենք ինչպես երկու մեծատուն կանայք, մի կողմ դնելով մեր անձնական վիշտն ու վիրավորանքը։ Քո պարտքն է, Գոհար։ Պարտք։ Օ, տիկին Սաթենիկ, այս աշխարհում ոչ մի մարդու ես ոչ մի պարտք չունեմ, ինչպես եւ քեզ, թեև դու ատելու իրավունք ունես ինձ։ Չէ, Գոհար, քո հանդեպ ոչ մի ատելություն չունեմ։ Ստում ես, դու անկեղծության ես կոչում եւ կեղծում տեղն ու տեղը։ Ես ատում եմ քեզ, Սաթենիկ։ Ինչի համար։ Որ ամուսինս քեզ է սիրում ոչ թե ինձ։ Եկել ես ինձ նվաստացնելու որպես գող կնոջ։ Այդ ցավը իմ հոգին շատ է կեղեքել, ես քեզ չեմ նվաստացնի։
Չէ Գոհար։ Ոտքդ եմ եկել աղաչելու։ Եթե հրամայես ծնկի էլ կգամ։ Դու ինչ ես ուզում իզնից։ Գնա ամուսնուս Մխիթարի մոտ։ Համոզիր, որ հաշտվի Բեկի հետ։ Բայց ինչու ես եւ ոչ թե դու նրա օրինական կինը։ Դու Գոհար։ Միայն դու։ Դու բարեր կգտնես, որ ես արդեն մոռացել եմ։ Սրտի փականքը բացանող բարեր։ Մոռանանք եւ ինձ եւ քեզ։ Հիշենք միայն մի բան, որ ես ու դու կանայք ենք, նույն հողի կանայք, որ մենք երեխա ենք ծնում, չարչարանքով կիսելով մայր հողի ցավը։ Իսեր այդ հողի դու կերտած Գոհար, ինչպես ես եկա քեզ մոտ։ Գոհար։ Գոհար։ Դա ճիշտ է, որ դու իմ պատճառով ես լքել Դավիթ Բեկին։ Չէ, չէ։ Մենք ուրիշ հաշիվներ ունենք։ Խաբում ես։ Դավիթ Բեկ այնտեղ մենակ, իսկ դու այստեղ։ Գիտես ով ես դու։ Դու դավաճան ես։ Դավաճան ես։ Ոչ ոք, դեռ երբեք ինձ դավաճան չի անվանել։ Երբեք իմացար ասածս։ Դու դավաճան ես։ Սպանիր ինձ։ Սպանիր ինձ։ Սպանիր ինձ։ Սպանիր ինձ։ Գնա Բեկի մոտ։ Գնա Բեկի մոտ։ Ով է քեզ լարել։ Իմ սիրտը Մխիթար, իմ սիրտը։ Ես կծվատեի, աչքերը կհանեի, եթե մեկ ուրիշը քեզ անվաներ դավաճան։ Դե գնա աղաչում եմ, վերադարձիր Բեկի մոտ։ Լավ, իմացիր, եթե ես գնամ Բեկի մոտ նշանակում է մեր սերը պիտի հավիտյան թաղենք, հասկանում ես։ Գնա Բեկի մոտ։ Գնա Բեկի մոտ։
وبيع المسير قل والله احد الله الصمد Ինչքան էլ շատվոր են, հա? Շատվոր են, այո, թեժ կռիվ է լինելու։ Կմեռնենք, բայց ծնգի չենք գաբեք։ Լավ կլինի, որ չմեռնես նուբար։ Իսկ եթե նեղվենք, հիշիր, ամեն մեկս պիտի են աշխարհը տանենք 5-6 թշնամի, ուրիշ ելք չկա։ Մարաղայի դաշտում է վճռվելու հայոց ճակատագիրը։ Ալլահի զավակներ, հաղթական բազուկն է մարգարեի ձեզ առաջնորդել այստեղ, որ վրա ջնջեք անհավատներին։ Արյուծն իսլամի սուլթանը ձեզնից միայն հաղթանակ է սպասում։ Ալլահը մեզ օգնակա։ Դրոշակներն առաջ։ Եկեք, Զարմանդ, ջուր, շաններ։ Գնացինք։ Դերը զորավիք։ Այսքան զորքինով կարող է հաղթել, խելք չունեն։ Փաշային ոսկի կտանք և մեր ակուլիսը կփրկենք։ Ակուլիսի կարևտրի մեջ հմուտ են և հաչողակ, բայց զարագույն փաշա, բայց կրվել այդպես էլ չսովորեցի։ Օգտայ էստեղ ես։ Էստեղ եմ պայծառափայլ ուն գսրամանիտ։ Կողքրտի ակուլիս ծոց և դուրս արի սերասկար Դավիթի թիկունքը։ Լսում եմ, փաշա։
Քուլիսիկ նահանջում են։ Ուր են թավցում վախկոտներ, ես ձեր բոյը թաղեմ, ձեր վայը տամ, հողեմ ձեր գլուխները, առաջ տղամարդիկ, առաջ։ Աշխարհազորը հալվում է, թեժ արև տեսած ձյունի պես։ Տեսնում եմ Բայանդուր, տեսնում եմ։ Տեր գահերը հրամայի։ Դեռ վաղ է, դու ենտեղ նայի։ Քո կարծիքով չփորլուն հեծելազորն ինչու է պահում։ Պահեստի թարմ գնդեր ունի, իսկ մենք Ինչ ես անում էստեղ զենքովաբեղա, արյուն թապել արդյոք վայել է հոգևոր անձին։ Ժամը հասել է բեք, աշակերտներիս հետ եմ, ինձ մի խնայիր Դավիթ։ Քեզ չեմ խնայում, այդ դպրության ջահը, որը աշակերտեիդ հետ պիտի վառեք ազգի հավատը բարատելու։ Մայր հողը թանք է դպրության լույսից։ Գնա աշխարհազորին զորավիկ։ Բազուկդ մտքիդ նման կտրուկ լինի Մովսես։ Ելգուս, ելգուս, Ծառայեմ հրամանիդ պայծառ փաշա։ խցկի ջաուրների բողազը։ Ծառայեմ։ Գրակ, թնդանոթները շրջեք, թնդանոթները։
Վերիմ գահերեց, քեզ նկատել են, քաշվիր անվտանգ մի տեղ։ Իմ բարի կոտ, կռվում դու անվտանգ տեղ գիտես, հա? Ես չգիտեմ։ Հորս մարդկոտը ջարդվեց, Տեր Դավիթ բեկ փրկի։ Տերը կփրկի։ Հայտնիր իմ հանագույն զինվորին, որ ինքն է պաշտպանում դարպասը սյունյաց, թող դիմանա կյանքի գնով, դիմանա, հասկացար։ Զարկեք եղբայրներ, զարկեք, զարկեք, Զաֆարի, գրի արեգնապայրը սուլթանին, որ սերես կեր Դավիթ բեկը ջնջված է, պատրաստ է մարշավել դերբենդ։ Թող Ալլահի աչին զորավի կլինի։ Բեկը, բեկը։ Իմ քաջեր, առաջ դեպի հաղթանակ։ Հարկավոր է քաշվել լեռները, նահանջի հրաման տուր բեք։ Էրմենի սերաս կեր Դավիթին բռնեցեք, ողջ, միայն ողջ։ Վայ մեզ բեք, վայ մեր աշխարհին, մի ընտեղ նայեք։ Նահանջի հրաման տուր բեք, փրկենք նրանց, որտեղ կարող են փրկել։ Ասավ, Դիմացեք եղբայրներ, ձեզ հետ եմ, ողջ տեմերատ ձեզ հետ, դիմացեք։ Դեք։ Ասավ,
հարազատս։ Մեր հույսն Աստված, բարդ են կաթլու զավակներս։ Մեղավոր ենք, չպահպանեցինք։ Երկնավոր, բրկիր հույսը մեր, որ մածարաներիդ մոլոր երկնակալ, բարեկուտ եղիր, մի խլիր մեր հույսը երկնավոր, որ մածարաներիդ խոնար։ Ահ, Տերիմ Աստված, պահպանիր մեզ։ Բեկների ինձ։ Մի խոսիր այլևս մխիթար, նա չի լսում քեզ։ Նա պիտի լսի, պետք է որ անպայման լսի։ Էնպես արա, որ մեկն ինձ լսի։ Թող նա իմանա, որ ես էստեղ եմ իր կողքին։ Աբեղա, էնպես արա, որ ապրի։ Ամենքիս համար և իր համար։ Աղաչում եմ, աբեղա։ Վերջ կտամ քեզ։ Բարձրյալն է տնորեն մխիթար, և ընդունայն է բաղզանքն անցավորի։ Չէ, աբեղա, խապում ես։ Խապում ես։ Նա պետք է ապրի։ Հանդարտ։ Մոտարի։ Ներիր գահերեց։ Աղաչում եմ ներող եղիր։ Ես գիտեի, որ չես լքի ինձ մխիթար։ Հա, մոռացիր եղածը։ Միգուցե ես էի մեղավոր։ Չէ, քիչ ժամանակ է մնացել։ Լսիր և լավ հիշիր։ Ինչու է մխիթարն ենտեղ և ոչ մենք։ Ով էր Բեկին Զորավիկ։ Շատ շուտ մոռացարով փրկեց գլուխդ մարաղայում։ Բանն է չի ավետիս։ Արի աղոտ ենք, ոչ թե վիճենք բարխուդար։ Մելիքներ, բեկը կանչում է ձեզ։ Ոնց է։ Շատ տկար։ Կանչում է մնակ բարյավ ասելու։
Բարձրյալի կամոք հնչեց իմ վերջին ժամը։ Հեռանում եմ բոլորից հետ գոհ։ Բեք, Դուք լաց չլինեք։ Թող թույլերը լացեն։ Դուք այսօր ցույց տվեցիք ձեր զորությունը։ Ետ մղեցիք թշնամուն ձեր միությամբ եւ միաբանությամբ։ Միաբանությամբ։ Կանչել եմ իմ վերջին խոսքն ասելու։ Ականջ չդնեք ծանծաղամիտներին, որոնք կփորձեն ձեզ մոլորեցնել։ Պինդ բռնեք Ռուսիայից։ Նա է հուսաբեր աստղը մեր ազգի։ Ժամը կհնչի եւ մենք կելնենք միասնաբար։ Մեջք մեջքի տված եւ հային էլ չի կեղեքի դարավոր կսկիցը։ Մնացյալն ասել եմ Մխիթարին։ Նա ձեզ ողբա, հայոց ժողովուրդ։ Բեկը վախճանվեց։ Վերջ առաջին ֆիլմի։